Տիկին Գալստյան 2026 թվականի հունիսի 7-ին բազմաթիվ են դեպքեր եղել, արձանագրվել, երբ ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ տարվել քննչական կոմիտե։ Հատկապես պետք է նշեմ, որ մասնակցել են այնպիսի գործողությունների, որոնք եղել են ոչ անհետաձգելի։ Եվ ինչպես հարցաքննությունների ժամանակ, այնպես էլ պաշտպանների միջոցով ներկայացվել են դիմումներ, միջնորդություններ, որպեսզի ապահովվի ձերբակալված անձանց ընտրական իրավունքը։ Մինչդեռ արկա է նաև կարող եմ հարկ եղած դեպքում տրամադրել մերժումը ներկայացված միջնորդությունների, մերժվել է այդ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների ընտրելու իրավունքը, պատճառաբանելով օրինակ մեկ դեպքում, որ անձը այս պահին գտնվում է ոչ իր ընտրական տարածքում։ Մինչդեռ նշում եմ, եղել են ոչ անհետաձգելի քննչական գործողություններ եւ շատ հեշտ կարելի էր կազմակերպել ընտրելու իրավունքը։ Դուք, եթե ընտրվեք, ինչ միջոցներ եք ձեռնարկելու Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների այդչափ կարևոր ընտրական իրավունքի խախտման ուղղված այդ գործողությունները վերացնելուն։ Տիկին Գասպարյան, շատ ներողություն, ես 2 վայրկյան ձեր պատասխանից Լիլիթ Ստեփանյան, Տիկին Ստեփանյանի հարցին չպատասխանեցի 100 մահապարտների կոնտեքստով չկարծեք թե խուսափում եմ։ Ես ինքս նաև այդ արտահայտություններին վերաբերում եմ ինչ ասեմ, լրացուցիչ զգացական մոտեցումով, երբ որ Վազգեն Սարգսյանը մահապարտների ջոկատի մաս գաղափարը բարձրացրեց, բնականաբար մի վայրկյան, բնականաբար նկատի ուներ, հիմա զուգահեռները կանեմ, հայրենիքի փրկության, ազատագրման եւ այլն այդ բոլոր թեմաները։ Եվ այս կոնտեքստում, այդ մահապարտի կոնտեքստը ուղղակի պետք չի նյութականացնել եւ վարք, ասենք թե սպանության եւ այլնի վարքի վրա պրոյեկտել, խոսքը պետության, հայրենիքի։ Տիկին Ստեփանյան, մի արձագանք։ Լավ, ուրեմն այդ կոնտեքստն է եւ ուզում եմ ասել մահապարտը ավելին է, քան մահապարտի ընկալումը, ինչպես են մեր բառապաշարում շատ ենք ասում, չէ, քաղաքական զենք, դա նյութականացված զենքը չի, մահապարտի գաղափարը հայրենիքի գաղափարին, պետության գաղափարին նվիրվելու գաղափարն է։ Ընտրելու իրավունքը սահմանադրական, կներեք ձեր ժամանակից գնաց, ընտրելու իրավունքը սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության ցանկացած երկրում ամենաառաջնային քաղաքական իրավունքն է։ Ես նորից եմ կրկնում իմ գնահատականը, որը հնչեցրել եմ 60,000 ոչնչացված, ուզում եք ասեմ, գողացված ձայները մարդու ազատ կամ արտահայտության եւ ընտրելու իրավունքի կոպտագույն խախտում էր։ Եվ ում համար ակնհայտ չէր, որ նախընտրական շրջանում այդ բոլոր այսպես կոչված գործողությունները, քննչայ իրավաարդարադատական գործողությունները բացարձակապես ուղղված էին վախի մթնոլորտի, կաշկանդումների, առանցքային դերակատար ունեցող մարդկանց ուրեմն չեզոքացնելուն։ Ես կարծում եմ, նորից կրկնելով այն խնդիրը, որ հանձնաժողովի նախագահը դատախազ կամ, չգիտեմ, վերդիկտ ներկայացնող մարմին չի, բայց ես կարծում եմ, որ այս ընտրելու իրավունքը պիտի դառնա հանձնաժողովի կարևորագույն առանցքներից մեկը, բայց մենք կարող ենք ուսումնասիրել եւ եզրակացություններ տալ դրանց իրավաչափության, օրենքների համապատասխանության եւ ընդհանրապես քաղաքական մոտիվացիային, որքանով որ իրավաչափությունը եւ օրինականության շուրջ բնականաբար դա պիտի դառնա մեր քննարկման կարևորագույն ուղղություններից մեկը, որովհետեւ ես հակառակ այս բոլոր պատմություններին ինչի միջով անցնում այմ քաղաքական կյանքը ես դեռ շարունակում եմ հավատալ իրավական երկրին եւ օրենքի գերակայությանը եւ ընտրելու իրավունքը կամ ազատ կամ արտահայտության այսպես ոտնահարումը սա ուղղակի անարգանք է մեր սահմանադրականության եւ մեր քաղաքացիների նկատմամբ, որը պիտի մենք թույլ չտանք։ Արձագանք։ Տիկին Գալստյան, ես կարծում եմ, որ եթե դուք ընտրվեք այդ հանձնաժողովի նախագահ, պետք է հստակ որոշակիություն ունենալ եւ անդրադառնալ այո այդչափ կարեւոր մարդու սահմանադրորեն երաշխավորված իրավունքների
կոպիտ խախտման դեպքերում որևէ մեխանիզմ մշակելու, ինչու, որովհետև եղել են նաև դեպքեր, երբ ներկայացվել են համապատասխան հաղորդումներ վարույթ հարուցելու այդ ոչ օրինական գործողությունների հետ կապված, մինչդեռ այդ հաղորդումներով եւս որևիցե գործողություն չի կատարվել։ Ընտրվելու դեպքում կխնդրեմ, որպեսզի ձեռնարկել համապատասխան միջոցներ այդ անօրինական գործողությունների դեմ մեխանիզմներ, որպեսզի կարողանանք ապահովել մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները։ Տիկին Գասպարյան, համաձայն եմ ձեր բոլոր գնահատականների հետ եւ իրապես կարծում եմ անհրաժեշտ ռազմավարության եւ հատկապես մեխանիզմների անհրաժեշտություն պիտի ունենանք։ Ես վստահ եմ, եթե ընտրվեցի, թե ձեզ հետ, ձեր խմբակցության հետ եւ նաեւ հանձնաժողովի անդամ, ուրեմն անդամ այլ խմբակցության, ուրեմն այլ քաղաքական ուժ ներկայացնող անդամների հետ պիտի քննարկենք մեխանիզմները, լուծումները եւ ամենակարևորը մեր վերահսկողական գործիքակազմը օգտագործենք հնարավորինս արդյունավետ եւ կիսում եմ ամբողջությամբ թե մտահոգությունը եւ թե առաջարկությունը։ Հասմիկ Հակոբյան։ Տիկին Գալստյան, ձեր դաշնակցական գործընկերը 100 մահապարտ հավաքագրում էր